Ողջույն գործարարալիքի եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախության ներքո կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում, եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Վերջերս BBC գործակալությունը մի ռեպորտաժ էր տարածել, որում խոսվում է եվրոպական երկրներում, մասնավորապես Դանիայում, Նորվեգիայում զորակոչային բազան ընդլայնելու նպատակով կանանց այդ զորակոչին մասնակից դարձնելու օրենքի ընդունման մասին, այնտեղ որ քաղաքական շրջանակներում որոշակի դեբատներ էին այդ առումով, որոշները ասում են, որ պետք է ավելի կարճ ժամկետով ծառայեն կանայք, որոշները ամբողջությամբ կողմ էին կանանց լիակատար ներգրավմանը բանակաշինության գործում եւ այս առիթը օգտագործելով ցանկանում եմ խոսք ծավալենք թե որքանով է էֆեկտիվ կամ ինչ ռիսկեր է պարունակում կանանց ակտիվ ներգրավվածությունը բանակաշինության գործին։ Նախ կարծիքս հայտնելուց առաջ մի հատ ասեմ այն մարդկանց, ովքեր որ ի վիճակի չեն նորմալ միջև վերջ լսել, կեսից կարծիք են հայտնում։ Ես մեծացել եմ Շինգավիթ, ներքին Շինգավիթ թաղամասում եւ իմ հասունացման ժամանակաշրջանը անցել է Չարբախում։ Ես մի ուրիշ ձևի պատրիարխալ, ասենք, նահապետականի կողմնակից եմ եղել, միջև օրս մասամբ կողմնակիցն եմ դրա։ Բայց քանի որ այդ նույն կարծիքները իմ վերաբերյալ հայտնող եւ կանանց ծառայության դեմ պայքարողները ժամանակին զլացել են եւ 3 եւ ավել երեխա չեն ունեցել են 1-2 երեխա, մենք ստիպված ենք լինելու 120 հազարանոց Բաքվի ռեժիմի բանակի դիմաց, 130 հազարանոց երրորդ դաշտային բանակի դիմաց, որը կանգնած է Հայաստանի սահմանի մոտ, իրանց թուրքական, օսմանյան, Անկարայի ռեժիմի։ Մենք ստիպված ենք լինելու վաղ թե ուշ կանանց ծառայությունը, ասենք, բերենք իմի։ Հիմա ինչ վերաբերում է Նորվեգիային, Դանիային։ Դանիայի մասին ճիշտն ասած այնքան էլ ասենք տեղյակ չեմ, բայց Նորվեգիայի աղջիկերքի ծառայությանը շատ ուշադիր հետևում եմ արդեն 12 թե 13 տարի։ Ուրեմն այդ 12-13 տարի առաջ Նորվեգիան ընդունեց մեր նման հիմար օրենք չձևակերպեց պարտադիր կամավորական ծառայություն, ինքը ընդունեց կամավորական գրագետ ավելի, ոչ խելամիտ անուն դրեցին, կամավորական ժամկետային ծառայություն կանանց սեռի համար, որտեղ դիսոնանս է ուղեղի մեջ առաջացնում, պարտադիր եւ կամավորականը իրար հետ կպցրած է, դա մեր օրենքն է եղել է։ Կամավոր կարգով գնում եմ, բայց ասենց ասած ես հասկանում եմ դա խի եմ բան արել, բայց դա կոգնիտիվ դիսոնանս առաջացնում։ Միգուցե միտումնավոր, որ մարդիկ չհասկանան ինչա կատարվում, չի կարելի կարևորագույն օրենքներ ընդունել ու հաճոյանալու խաթր մարդկանց մոլորացնել։ Անհրաժեշտ քայլերը հաճախ լինում են, ասենք, դառը դեղորայքի նման, որ երեխուն տալիս ես։ Մի քիչ քաղցրացրած։ Բայց ամբողջությամբ կանֆետի տեղ բրթել դեղը այնքան էլ ճիշտ չի։ Երեխան այնքան էլ երեխա չի, բավականին հասուն է եւ գիտակցում է, որ իրան խաբում են։ Ու երբ որ գիտակցում է, սկսում է դա չընդունելը։ Ու պլյուս չի էլ փորձում հասկանախի, որտեվ իրան խաբում են, իրան քծում են, իսկ ժողովրդին քծում էին։ Ժողովրդի համար անհրաժեշտ քայլը ձևակերպել էին քծելու ձևով։ Նորվեգիայում այդպես չէր։ Իրանք այդ ծառայությունը հաստատեցին, ասենք, մի քիչ իմ համար անընդունելի ձևերով, ուրեմն զորանոցների ննջասենյակները տղամարդկանց եւ կանանց մի տեղ էր, ասենք, կազարմային բաները, դալիչները, այդ որտեղ մարճակալները շարված են, դե բաղնիկ զուգարաններն էր տարբեր, բայց կազարմաները նույնն էր, ինչը իմ համար անընդունելի է, որովհետեւ թե կինը
տղամարդկանցից անջատված ինչ որտեղ ինտիմ տարածք ա ուզում, ասենք տարբեր գիգիենայի հետ կապված խնդիր կա, դիսկոմֆորտ կա եւ այլն։ Նույն ձևով տղամարդը կնոջից, ով ասում որ մենակ կինն է ինտիմ տարածքի, ասենք ցանկություն ունի, ասենք ինտիմ տարածքում, փակ տարածքում հանգիստ քնի կամ մեր մարմնով գնա դուշ, հազարու մի բան էլի սենց։ Այ Նորվեգիայում այդ հարցը մի քիչ դե եվրոպացի են, էլի, ասենք, ճիշտ է, մեր ճտերն են, ասում են սա եվրոպական բանա, հնդարիական ցեղերը Հայաստանի լեռնաշխարհից են դուրս եկել։ Մեր ձագերն են, բայց մի քիչ բան են արել, էլի, այնց չերեշչուր ազատական, ասենք, ճանապարհով են գնացել։ Ու այդ ծառայությունը, որը որ կամավոր ժամկետային էր Նորվեգիայում, իր դրական դերը խաղացել է։ Իր դրական դերը խաղացել է ինչով։ Ուրեմն առաջինը պակասել է բռնաբարության դեպքերը զինվորականների կողմից։ Այնքան էլ շատ չէր Նորվեգիայում, ասենք։ Բայց ասենք տասնյակին հասնող թիվը համարյա 0-ին է մոտեցել։ 1-2 դեպք է։ Դա պայմանավորված է։ Այն դրանով է պայմանավորված, որ կնոջ մեջ սկսում են մարտական ընկեր տեսնել։ Ընկեր են տեսնում մեջ։ Բարոյապես ազդում է, դե։ Բա ընկերոջդ ոնց բռնաբարես։ Իսկ առաջներում կանայք ընդունվում էին ծառայության մեջ շտաբային ֆունկցիաներ կատարելու, նույնիսկ դա ծառայություն չէր, աշխատանք պաշտպանության նախարարությունում։ Նույնը կարելի է ասենք արձանագրել, որ Հայաստանում էլ այն զորամասերում, որտեղ կանայք կան, հայհոյանքը քիչ է։ Հայհոյանքը քիչ է, դանակահարությունը եւ կրակոցին է քիչ։ Աղջիկերքի ներկայությամբ ավելի շնորհքով են հագնվում տղաները, թափ-թփուկի տեսքով, ասենք իրենց թույլ չեն տալի դուրս գալ բանից, սպալնյայից կամ կազարմային այդ դալիճից։ Դա սթափեցնող, դիսցիպլինան բարձրացնող բան դեր է խաղում։ Հիմա իրա բացասական կողմերից էլ ասեմ։ Ճիշտ է, զենքը այնքան է դյուրին դարել, որ այն նիզակը չի, որ մի 4 կիլոանոց պետք է նետեր մամոնտի մարմինը ծակեր, կինը այդ ուժը չունի համեմատ տղամարդուն, թե մկանային պարկի պատճառով, թե եսի ինչ այնտեղ շատ բաներ կա, որ կինը հիմնականում զբաղվել է հին ժամանակներում, ասենք ոչ ռազմական գործով, նույնիսկ որսով չի զբաղվել։ Հիմա զենքը թեթևացել է, կարող ես ասենք ընդհանրապես աչքի եւ խորը շունչ քաշելու շնորհիվ մատի շարժումով ոչնչացնել հակառակորդին, ձգանը քաշելով։ Դա հասկանալի է, ասենք որ կինը կարող է կրակել, բայց կինը այն ֆիզիկական նագրուսկաներին, որ ունակ է, ասենք դիմանալ տղամարդը, ունակ չի։ Իր մանրա, ասենք, ոսկոր լինելու համար, իր մկանների ոչ բավարար քանակի պատճառով տարական բան ասեմ։ Քանի դեպք ա եղել, որ փորձել են պրոֆեսիոնալ բոքսերներին, աղջիկերքին, փորձել կռվացնել տղաների հետ, բարձր վարկանիշ ունեցող աղջիկերքին, միջին վարկանիշ բոքսերի հետ, ասենք, տղամարդ։ Միշտ եղել է բավականին տհաճ պատմություն։ Նույնը եղել է, երբ որ աղջիկերքին ֆուտբոլի մեջ են մտցրել։ Դա ոչ ցավալի է, ոչ ուրախալի է, դա այդպես է, դա ֆիզիոլոգիա, դա բնություն է։ Կինը կարող է կրակել միանշանակ, բայց քաշ տալ 20-ից 25 կիլո, 30 կիլո, իսկ լինում է ասենք 40 եւ ավել կիլոգրամ ուսապարկը, որը առաջնագծում շատ հաճախ անհրաժեշտ է լինում, դա կնոջ ուժերից վեր է։ Իսկ զենքը կոնկրետ քաշ ունի, իր համար անհրաժեշտ փամփուշտների քանակը շատ կոնկրետ է, այդ քանակն էլ կոնկրետ քաշ ունի եւ ստացվում է, որ կինը, երբ որ անհրաժեշտ խնդիրներ լուծելու համար, այդ խնդիրների համար համապատասխան զենք զինամթերք, եթե ինքը վերցնի, ինքը պետք է սոված մնա։ Սնունդի հաշվին պետք է լինի, իսկ հաճախ ասենք ոչ միայն սնունդի, նաև ասենք սպալնիկի հաշվին, կարիմատի հաշվին, ուզում եմ ասեմ, կնոջ ֆունկցիաները դա առաջնագիծը չի։ Բյուրոկրատական ապարատի մասը երևի։ Պարտադիր չի։
Շատ լավ մի հատ ֆիլմ կա, սովետական, որը դրամատուրգի անունը չեմ հիշում, ռուս դրամատուրգ էր, բանը Ազորի здесь тихие, այդ թատերական ներկայացման բանի վրա, հետո ֆիլմ նկարեցին վաղուց, երևի մի 50 տարի առաջ, այս վերջերս էլ իր ռիմեյքն են արել, աղջիկերքը զենիթային զենքից են կրակում, այդ զենիթային այդ իրանց բանից, գնդացրից, թնդանոթից, իրանք երևի 500 միգուցե մի կիլոմետր հեռավորության վրա են։ Առաջնագծություն։ Չէ, խորը թիկունքում անհրաժեշտ օբյեկտը, այդ դեպքում կոնկրետ Բելամոր կանալը, բանա հյուսիսյան օվկիանոսը միացնող Բալտյան ծովի հետ, ասենք կանալի վրա, բանա այդ կարևորագույն օբյեկտի պաշտպանության զենիթահրթիռային, ասենք զորքեր ունենք, չէ՞, կարան լինեն աղջիկեր։ Մանավանդ այն զենիթահրթիռայինը, որը որ մարդը չի բարձրացնում, ասենք 500 կամ 300 կիլոնոց հրթիռը եւ մտցնում մեջը, այլ գալիս է, ասենք լիցքավորող մեքենան պակետով դեմատալի, պակետա փոխում կամ էլ պակետով բերում է ու լիցքավորում է հատ-հատ մի քանի 100 կիլոնոց հրթիռները։ Այդտեղ ընդհանրապես մտավոր աշխատանք, իսկ ինձանից նորից եմ ասում, ինձանից ավելի մաչո չլինեք, էլի, ասենք, սաղ կյանքովս ապացուցել եմ, որ շատ-շատերից հետ ավելի մաչո եմ, բանը, կինը մտավոր հաստատ չի զիջում տղամարդուն, էլի, թեկուզ հիշենք բանը Գաբրինդաշվիլի աշխարհի չեմպիոն շախմատիստին, որ աշխարհի չեմպիոն տղամարդկանց հետ խաղալուց անես չի, որ սարսափելի, ասենք, հետեր են գնում, էլի, երբ որ ընկերական խաղ էին անում։ Համենայն դեպս Կասպարովի հետ, որ աշխարհի չեմպիոն էր, Մայա Գաբրինդաշվիլի կարծեմ, հավասար նիչիայով խաղաց։ Կարող է ռոպագանդայի տարկար, բայց դե մտավոր առումով կարճ ասած կանայք չեն զիջում մեծ տղամարդկանց։ Ուրեմն հաշվարկներ բան, իրանք ի վիճակի են անել։ Ռազմավարական պլանավորման նախագծման հարցերում։ Չէ, ես նկատի ունեմ հակաօդային համակարգում։ Այդ երբ որ պլանշետիստը ինչ-որ թվեր է ասում, կամ ասենք արդեն կոմպյուտերն է ասում ինչ-որ թվեր, ու այդ թվերը ինքը հաշվարկ անում, կամ արդեն հաշվարկածը մի հատ աչքի տակով ստուգում է։ Դուք դա բարդ բան չի։ Իմ երկու զավակներն էլ ասենք սովորել եմ ֆիզմատ դպրոցում, ու երկուսի դասարաններում էլ կես աղջիկեր էին։ Ну կարող է մի քիչ այն կողմ էս կողմ տոկոսային։ То есть աղջիկեր հաշվել կարող են, այո։ Դա նշանակում է իրանք կարան զենիթահրթիռային զորքերում, ասենք, հակաօդային համակարգերում աշխատել, ծառայել կարող են։ Նույն ձևով, ասենք, Նորվեգիան եթե վարվեր, ինձ համար ավելի ընդունելի կլիներ։ Իրանց մոտ աղջիկերքը ավելի շատ անում են այն ինչ որ մեր մոտ են անում, սովորական, ասենք, բան հետևակային ստորաբաժանման մեջ։ Ինքնական դիպուկահար բան է, հաստիկ դիպուկահարի հաստիկ։ Դիպուկահարի համար շատ բան կա, վիճելի մի հատ թեստ կա, որ աղջիկը ավելի լավ է կրակում։ Դա վիճելի է ինչ առումով, ինքը քանի որ իր մոտ շնչառության ձևը, ընդ փորի եւ կրծքի շնչառության տարբերություն կա, ուրեմն ինքը այդ շրջառության հաշվին ու իր սրտի բաբախելը ավելի դանդաղ է, ինքը կարողանում է ավելի ճշգրիտ կրակոց անել տիրում, հրաձգարանում։ Իսկ մարտական իրավիճակում շատ հարցական է։ Այդ ստրեսայնության խնդիրն է, թե։ Ոչ, ֆիզիկական նագրուսկեքի խնդիրն է։ Ինքը կարող է ավելի ստրեսաուստոյչվի, ավելի դիմացկուն է ստրեսերին, քան բանը մի բրիգադ տղամարդ։ Դա ինդիվիդուալ, ասենք, մարդու պսիխիկան է, ու դա կին տղամարդ կապ չունի։ Բայց ֆիզիկական նագրուսկայա սնայպերը դա կրակոցի մասին չի խոսքը։ Տարական մի հատ բան ասեմ, ես երբ որ կոնկրետ ժամկետային ծառայության ժամանակ սովետական զորքերում էի ծառայում, մենք ուրեմն սնայպերական պատրաստություն տեսնելուց ու իմը կոնկրետ գլխավորը սնայպերական բանը չէր, ես բան էի ռադիստ հետախույս ռադիոստանցիայի малой мощности, то есть իմ վրա մի հատ
այս կամ մեծ կամ այսօրվա տեսակետից այն վաղտվա համար փոքր միած սարք էր, բայց մեզ նաև սնայպերություն էին սովորացնում եւ ականապատման եւ ականազերծման աշխատանքներ էին սովորացնում։ Մենք ուրեմն առաջադրանք ունեինք 50 մետրը 24 ժամում անցնել։ Ու 24 ժամ դու անընդհատ պետք է մի քիչ շարժվես, բայց ընդամենը 50 մետր պետք է գնաս։ То есть մարմնիդ լարվածությունը այդ 24 ժամ հետո ուժասպառ ենք եղել։ 50 մետրն ինչ է Պապլաստոնսկի գնալը, ասենք, լավ 10 րոպեում չէ, կես ժամում։ Քելնես մի կես ժամ էլ կհանգստանաս, թարմ ագուրչիկ կամ հայերեն ասած վարունգի նման թարմ կլնես։ Իսկ 50 մետր սպասելով շարժում եք, թե սպասելով չէ, ինքը անընդհատ քիչ շարժում է ուզում, որովհետև եթե դու սպասելով անես, ինքը լինելու է ռիվոկներով եւ քեզ հայտնաբերելու են։ Իսկ եթե դու կամաց, ասենք, բանի ուլիտկան ոնց կլինի հայերեն, խխունջի արագությամբ տեղաշարժում ես, դու չես նկատվելու։ Եվ այդ 50 մետրը 24 ժամ ինքը քնության համար էր նախապատրաստվում, բայց քնության ժամանակ այդ վարժությունը չարեցինք։ Այդ կինը եթե 50 մետր չէ, այտենց 10 մետր գնա, թեկուս իր թեթև քաշը տանելուց, ինքը լուրջ խնդիրներ ունենալու, շնչառության վերականգնելու, արյան շրջանառությունը վերականգնելու, դանդաղացնելու եւ այլն։ Կարճ ասած, տիրային բանը եւ հրաձգարանների պատրաստությունը մեր մոտ մի քիչ սխալ կարծիք կա, որ կեթամ կկրակեմ, սովորեմ ու սաղ օքեյ է։ Ու դա մենակ ասենք հասարակության մեջ չի, դա նաեւ զինվորականության մեջ է նստած բանը հավաքներում, որ հավաքում են, որ մենք ստիպեցինք 23 թվականի ոման ԱՏԶՄ-ի հետ համատեղ մի հատ բան արեց, զորախաղ արեց 22 թվականին, որին պնեն 5 օր առաջ ընդամենը հրաժարվեց, մի քանի ամիս ասում էր կգանք, 5 օր առաջ հրաժարվեց գալու եւ մենք ստիպված այդ ծախսերը տեսանք, այդ ժամանակ արդեն ասենք մենք ցույց տվեցինք, որ ունակ ենք նորմալ վարժություններ անել, իսկ 23 թվականի հոկտեմբերին ոման մենակ անցկացրեց, մենակ չէ, էլի ընկերների հետ, որոնք ոմայի մեջ չեն մտնում, բայց ոմայի վարժանքներին ժամանակին մասնակցել են եւ գումար տակում են ոմայի կռվել, մենք անցկացրեցինք հավաքներ, որը միջև օրս պնեն չի կարում կրկնի, դա ցավալի փաստ ասեմ, բայց բացատրելի է։ Կարամ հաղորդումներից մեկում նաև անդրադառնամ խի չեն կարողանում։ Հա, պնեն չի կարում կրկնի, որովհետև զլանում են ավելնորդ աշխատանք հաճախ անել։ Ասում են, եկեք կազարմայում նստեք, մեկ-մեկ հելեք դուրս շարվեք, ճաշարան շարքով, սպասեք հավաքվեն, ոնց որ մի հատ շատ լավ տղա, որը որ համ մեր մոտ էր պարապել, համ բանում էր ՊՆ-ի հավաքին էր գնացել, ուրեմն ԱՏԶՄ-ի հետ բանը զբորին եղել էր, եւ հետո ՊՆ-ի հավաքին էր կազմակերպված գնացել, եկավ ասեց այնտեղ գլխավոր վարժությունը սպասելն էր։ Անընդհատ շարքով ինչ որ բան սպասում էինք միջև начальник գա, սպասում էինք միջև սա հավաքվեն, սպասում էինք միջև զուգարանում տեղ բացվի, սպասում էինք միջև շարժանում հերթափոխը մեր գա, սպասում էինք, то есть ոչ պրոդուկտիվ ժամանակ էին օգտագործում, իսկ դա հանցավոր է, ասեմ, այդ նույն տղաների ապագայի նկատմամբ, Աստված չանի, ասենք, խաղաղ վիճակը բանը վերանա, իսկ նա կարա վերանա, որտեղ մենք անընդհատ զիջելով բերել ենք այն վիճակի, որ հակառակորդը շատ ավելի բարենպաստ իր համար հնարավորություններ է ստանում անպատիժ հաղթանակ ունենա, ասենց ասեմ։ Եվ այդ տղաները կքաշվեն, որտեղ իրանք մենակ ստրելբիշայում կրակել են ռազմական գործից, իսկ ռազմական գործի մեջ չի մտնում շարային պատրաստությունը, չի մտնում սպասելը, շարքով զուգարան գնալը, դա անհրաժեշտ է, բայց ինքը ռազմական պատրաստության մեջ չի մտնում, ինքը զինվորական պատրաստության մեջ է մտնում, բայց ոչ ռազմական, իսկ կարևորագույնը ռազմական պատրաստությունն է։ Իսկ ինչ որ ձև այդ պատրաստությունը ազդում է, այդ ռազմական, քիչ թե շատ, իհարկե դիսցիպլինա է բանա, բայց երբ որ դու մարդկանց տանում ես ուսումնական հավաքի ընդամենը 7-ից 10 օրով, դրա վրա ժամանակ ծախսելը հանցավոր է։ Այն նույնը աղջիկը, որոնք որ լավ կրակում են,
այ ոնց որ տղամարդիկ կան, որ գնում են հրաձգարաններ, ապրեն իրանք, դա շատ կարևոր է, բայց ինքը ռազմական գործի երևի 3 կամ 5%-ն է։ Ռազմական գործը դա ավելի շատ արշավների մասին է, դա ավելի շատ, ասենք, ընկերոջը ձեռ մեկնելու մասին է, որ 2 հոգով անպայման հաղթահարեք բարձունքը, դա ավելի շատ քարտեզ իմանալ, տարածքը ճանաչել, տարածքով ճիշտ ճանապարհներ ուղղել, ոտերի տակ նայել, որ ականի վրա չհանդիպե, ու այդ տենց լիքը բաներ կա, որ այդ սաղ պիտի անես։ Կրակելը, ասում եմ, շատ չնչին տոկոս է, ինքը անգամ գագաթը չի, որտեղ քո կրակոցից հետո դու կարող ես ռազմական գիտելիքներ ստիպված օգտագործես, ասենք, խոցեցիր քո կրակոցով 1 հոգի կամ sense կախարդական գյուլով 10 հոգի, բայց 2 հոգի կար, որոնք չփախան, իրանք քո վրա սկսում են կրակել ու դու պիտի ինչ-որ ռազմական գիտելիքների հաշվին չխոցվես։ Ուզում եմ նաև անդրադառնանք ռազմական գործողություններին կանանց մասնակցության բարեհոգեբանական ասպեկտի եւս մեկ խնդրի վրա, հենց այդ ռազմական գործողությունների ընթացքում կանանց այդ գերեվարումը, դա ինձ թվում է ավելի շատ է ազդում զորքի բարեհոգեբանական վիճակի, ասենց ասած ողնաշարը ջարդելու, էլի ոգու ողնաշարը, ասենց ասած ոգին ջարդելու եւս բանը ավելի շատ քան տղամարդկանց գերեվարումը, քանի որ այդ ընկալումները մանավանդ ինձ թվում է հայկական մենտալիտետում ընկալումները կնոջ ընկալումը հասարակության մեջ շատ ավելի տարբերվում է էլի մնացածից այն առումով, որ առաջին հերթին ընկալումը որպես մայր, որպես քույր, առաջին հերթին նոր հետո որպես զինվոր, որ ուղղակի մասնակցել է գերեվարին։ Նույն ձևով տղամարդ ընկալվում է ավելի շատ որպես զավակ, որպես եղբայր, որպես հայր, չեմ կարծում, որ այդ մեկը մյուսի հետ այդպես կատաստրոֆիկ մեծ կապ ունի։ Ասեմ ինչի համար են խոշտանգում կանանց։ Դեռևս նացիստական Գերմանիան, երբ որ հարձակվել էր Սովետի վրա, ինքը առանձնակի, ասենց մի ուրիշ ձևի, ասենք, դաժանություն էր դրսևորում կին կռվողների դեմ։ Մի ուրիշ ձևի, բացատրվում է շատ հասարակ։ Իրանց մեջ կռվող կանայք չկան։ Հարձակվող ուժը հիմնականում մարդկային ռեսուրսների պակաս այդքան չունի, որ կանանց շարք մտցնի։ Պարտիզանական բանը, սովետական բանակը առաջնագծում կին զինվորները ստորաբաժանումներում առաջի չի ունեցել, չկա տենց բան, սուտ կինոներ կարող է նկարեն։ Այդ թիկունքային զորամասեր, պահեստային զորամաս, բժշկական զորամաս, որը նույն ձևով խոցվելու, սպանվելու հնարավորություն ունի, իդեպ, այնպես չէ, էլի, որ իրանք ռիսկերից հեռու են։ Հաշվի առնելով թե ժամանակ նացիստական գերմանացին, թե հիմա թուրքը, թե ասենք Ուկրաինայում ռուսը եւ ուկրաինացին, ասենք հավեսով բժշկական կարմիր խաչերի վրա, ասենք խփում է, գմփստնում է, կրակում է եւ այլն։ Ինչի համար են յուրահատուկ այդ բանը, խնդրեմը բավականին սուր է կանգնած։ Հիմա առաջ նույնպես պարտիզանական ջոկատները բնականա թվով քիչ էին։ Դիվերսիոն խմբերը, եթե կարային շատ լինեին թվով, իմաստ չունի շատ ունենալ, բայց աղջիկերքին ընդգրկում էին ոչ թե դրա համար, որ իրանք ռադիոգործին ավելի լավ էին սովորում կամ սնայպերական գործին, այլ ուղղակի պարտիզանը դա կամ դիվերսիոն խումբը դա հակառակորդի թիկունքում է եւ կնոջը քաղաքացիական հագուստով ներել թեկուս կոպիտ խոզարկելով վուլգար խոզարկությունից հետո բաց թողել ավելի մեծ շանս ունի, քան ասենք տղամարդուն ավելի լուրջ կստուգեն, ոչ թե ասենք շմոն անելուց ինտիմ տեղերին բան կկպնե, այլ իրական շմոն կանեն, իրական կստուգեն եւ կնոջը, որը որ կխուսափի բռնվելուց, ավելի շանսերը շատ է։ Դրա պատճառով հետախույզ դիվերսիոն խմբերի մեջ հատկապես որոնք որ ասենք ուղղորդվում էին օկուպացված գերմանացիների կողմից տարածք, պարտադիր կանանց էին ներգրավում։ Հասկանալի ախի։ Իսկ գերմանացին իրանց մեջ ոչ թե տեսնում էր բան յուրահատիկ կռվող, այլ բանա դաժանությունը որտեղ էին անում, որտեղ որ մարդիկ դաժան էին,
ասենք զոնդեր կոմանդաներ, որոնք պարտիզանների դեմ են բան, իրանք խաղաղ բնակիչ էին կոտորում։ SS-ը շուտշտաֆն է։ Որոնք որ զոնդեր կոմանդա են, то есть ներսի եղած կոմանդաներն էին պարտիզանական բաների դեմ ուղղված։ Եվ ասենք հակահետախուզական աշխատողները իրանք բնականա դաժան էին, բայց զորքերն էլ էին դաժան լինում, որովհետև ում նկատմամբ էս դաժան, ով որ նոր քո ընկերոջը խոցել է, կամ կրակել է քեզ չի թողե դու հերոսաբազ գաս մի բան շուտ գրավես ու քեզ մեդալ տան ու օդպուսկ ուղարկեն, այդպես կնոջդ հետ մի քիչ ասենք զբոսնես այգում, բան, ու դու ընտրում ես ում, ասենք 10 հոգի ընկելա ձեռդ, ու դաժանություն ես ուզում անես, ու չկա բան, քո մեջ մարդկային ստոպեր չկա, ներքին ոնց որ ասած ցենզուրա, ներքին դատախազ, որը քեզ կասի արես, ինչ ես անում։ Ինչի համար հայերը աչքի չեն ընկնել գազանությունով, որտեղ ներսում դիսցիպլինա կա։ Ամեն զինվորի գլխին չի, որ ռազմական ոստիկանա կանգնած եղել հայերի, կամ հրամանատար, որ կասել արա մի արա, գլուխդ կջարդը։ Ներսը կա այդ դիսցիպլինան։ Թուրքերի մեջ դա չկար, գերմանացիների դա մեջ չկար, չկա այն ազգերի մեջ, որոնք որ ասենք զավթողական են։ Ու այդ զավթողականը ընտրում է աչքի ընկնողին։ Իսկ տղամարդկանց շարքումով աչքի ընկնում կինը։ Ինքը ստոպ չունի կին թե տղամարդ տանջի կամ սպանի, ինքը ընտրում է աչքի ընկնողին, աչքի ընկնում կինը։ Դրա համար կնոջ նկատմամբ հատկապես դաժանություններ են եղել։ Բայց որ կադրերը նայենք, ասենք, տղամարդկանց նկատմամբ էլ է դաժանություն եղել։ Ուղղակի կնոջ նկատմամբ առավել է մեզ թվում, որովհետև բոլոր գրեթե կանայքով ընկել են թուրքերի ձեռը խոշտանգվել են։ Բոլոր տղամարդիկ չեն խոշտանգվել, բայց տղամարդկանց թիվը կարող է պակաս չլինի խոշտանգված, քան կանանց։ Բայց իրանք աչքի են ընկնում համ տանջողի համար, այդ գազան անասունի համար, կապ չունի ինքը գերմանացի անասունա, թե թուրք անասունա, անասունը, ինքը ընտրում է աչք ծաղկողին, աչքի ընկնողին։ Դες այդ կնոջ նկատմամբ դաժանությունը տեղից է գալիս։ Դե գումարվում է դրա վրա ոչ Բաքվի թուրքերի դեպքում, այլ բան թուրքերի, Անկարայի թուրքերի, քրդերի, ասենք, պարտիզան աղջիկերքի նկատմամբ իրաց դաժանությունը գումարվում է մուսուլմանական բանը, որովհետև եթե քուրդ զինյալը կամ պարտիզանը կռվում է թուրքի դեմ, ինքը կրակելուց ինքը ուղակի սպանում է այս մարդուն։ Իսկ որոշ բան սուևերիա ոնց կլինի հայերեն, ոչ թե հավատ կալ սնահավատության, իսկ որոշ մուսուլմանական սնահավատությունների հաշվին կնոջ կո ձեռքով սպանվածը դժոխք է այդում։ Դրա պատճառով կնոջ նկատմամբ մուսուլման զինվորը ավելի դաժան է։ Դա Բաքվի թուրքերին չի վերաբերում, որտեղ իրանք մուսուլման չեն։ Ոնց որ մենք քրիստոնյա չենք։ Այն 70 տարի սովետական միության մեջ լինելուց մեր ապաքրիստոնեականացումը անվիճելի է, ամբողջությամբ այդ չհաղթեց հետի, բայց անվիճելի է, որ ինքը հսկայական տոկոս ժողովրդի ապաքրիստոնեացրեց։ Իսկ ով ասում, որ Բաքվում չի ապամուսուլմանացվել։ Մեր մոտ քիչ թե շատ կրոնիա պահպանվել է ավելի քան Բաքվում հավատքը առաստված, որովհետև Սփյուռքի հետ շփումները մեր շատ տեղ է, Բաքուն Սփյուռքի հետ շփվելու հնարավորություն չի ունեցել։ Իր Սփյուռքի հետ շփումը դա Արաքսի ափին, ասենք, ձերբակալվելն ու դատվելը միգուցե գնդակահարվելն է եղել, ոնց որ Ալիև ավակը բաներին գնդակահարելա Արաքսի ափին Թուրքիայից անցած թուրքերին, որոնք անցել էին Նախիջևան Արաքսով։ Այս Ալիևի հերը։ Տենց փաստաթղթեր կան, որը երևակայ արդեն ջրվել է, բայց որոշ Բաքվի տարածքում ծառայած նախկին կագեբեշնիկներ դրա մասին խոսացել են, որ իրանք այդ փաստաթղթերը տեսել են։ Ուրեմն բանը
այն թուրքը մուսուլմանության դեմ պայքար եղել է Աթաթուրքի կողմից, բայց ոչ ուղեղները մտցնելով, ասենք ինչ որ ուրիշ գաղափարախոսություն, ուղղակի է եղել պայքար։ Իստեղ եղել է, ասենք, սոցիալիստական լենինիզմ կրոնի մտցնելը, ասենց ասեմ։ Եվ իրանց մուսուլման լինելը շատ կասկածելի է։ Կարելի ասել կասկածելի է 100%-ով։ Չկա իրանց մեջ հավատացյալ, այն Փաշազադեն էլ, ասենք, թուրքերի գիտեկով կրոնական առաջնորդը, Փաշազադեն բանա ինքն էլ կեղծ եկեղեցական։ Մեր մոտ Սփյուռքի հետ կապերի հաշվին ասում եմ մի քիչ ավել է պահպանվել, իսկ որ մեր մոտ ամբողջությամբ չի պահպանվել, դա խոսում է դրա վառ ապացույցն է, ասենք, թեկուս այս բանա հակաեկեղեցական շարժումը։ Հակաեկեղեցական շարժումը իշխանությունները, որ նախաձեռնել են, իրենք հաշվարկել են, չէ՞, քանի հոգի մարդ իրանց դեմ կկանգնի։ Եվ տեսել են, որ այդ սովետական բանի ազդեցությունը դեռ բավականին մեծ է, արդյունքում իրանք կարան իրանց թույլ տան, ասենք, նեոպավլիկյան շարժում սկսել։ Եկեղեցուն դեմ, փաստորեն դեմ նաև, ասենք, ուրիշ բաների, չեմ ուզում բան անեմ, որտեղ արդեն քաղաքականացում է, իսկ եկեղեցուն դեմը դա քաղաքականություն չի։ Պետք է հասկանանք, դա քաղաքականություն չի, դա քաղաքականացնում է համ բանա այսօր բոլորի վարչապետը Հայաստանում ապրողների նկատի ունեմ, համ էլ իր դեմ պայքարողների։ Դա քաղաքական հարց չի, դա ընդհանրապես կրոնական հարց է, հավատքի հարց է։ То есть մենք էլ եսիմինչ քրիստոնյա չենք էլի, մի քիչ արդարել ենք։ Ոնց որ թուրքը եսիմինչ բանա մուսուլման չի եւ բանա իրենց գազանությունը չունի այդ մուսուլմանական շերտը իր վրա։ Օսման թուրքերը ունեն այդ շերտը։ Սիրիայում թուրքերը, սիրիացիք, Տախրիր Ռարշամ, Ջեբխետան Նուսրան նախկին, բաները իգիլը, իրանք քուրդ զինյալ կանանց, այն ինչ որ իրանք էին անում, էդի Բաքվի թուրքերը պետք է եթան աշակերտ իրանց մոտ էլի։ Դրանք կնոջ ձեռը զենքով լրիվ ուրիշ ձևի էին էլի, սարսափած ասենք, ու համապատասխան դաժան էին իրանց վերաբերում։ Պարոն Վարդանով, մեզ հատկացված եթերաժամանակը մոտեցավ ավարտին, ունեք արդյոք ինչ որ հայտարարություն կապված կանանց ծառայության հետ։ Կանանց ծառայության հետ մոտավորապես ասեցի, որ ես կողմնակից եմ մի ուրիշ ձևի, որովհետև մենք զլացել ենք շատ զավակ ունենանք։ Հիմա էլ անգամ հիմար ենք, ասենք, մեր զավակներին ամեն ինչ անում ենք, որ բանակ չգնան։ Չենք հասկանում, որ իր բանակ չգնալը Թուրքի գալ ու այդ բանակից փրկված այդ դեպքում երեխա, որտեվ ինքը բանակ չի գնացել եւ իր փրկող ծնողին բռնաբարելով, հետո իրանց գլխիով ֆուտբոլ խաղալու, գլուխներով ֆուտբոլ խաղալուն թուրքերին հնարավորություն ենք տալի։ Սրա մասին առանձին ուզում եմ հայտարարություն անեմ կարճ։ Ուրեմն ես ստեղ ստուդիայում ասել եմ, որ բաներ եմ անելու, ուրեմն ՈՄԱ-ում կազմակերպում ենք ազգ-բանակ համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի վերաբերյալ դասընթացներ, ուրեմն միակ քաղաքական ուժերի համար ու ասել եմ, որ ով որ չծանոթանալով այդ համակարգին փնովում է իրան, դա այդ YouTube-ով վերնագրով ռոլիկները կամ ֆիլմերը փնովելն է, դա անուղեղ է ու կարամ նույնիսկ կոպիտ բաներ ասեմ, չեմ ուզում շատ կոպիտ բաներ ասեմ, բայց մի քաղաքական ուժ արձագանքել էր, ուրեմն այդ բանին ինքը դասընթացներ անցավ, եկավ մասնակցեց լեկցիաները, ծանոթացավ, հիմա մտածում են ընդունում են դա, թե չեն ընդունում։ Հիմա երկրորդ արդեն խումբն է բան արել, ուրիշ քաղաքական մի ուժի կողմից, անունները չեմ տալի, որտեվ իրանց թույլտվությունը չեմ ստացել հրապարակել, թե որ կուսակցություններն են, որոնք են, ասենք, դիմել, որ հա պատրաստ են գանք դասի եւ մի խումբն էլ ասեցի արդեն դասերը անցել, գնացել է, դասերը լեկցիա դասերը կարդացել է Հրաչյան Արզումանյան, հիմա Երևակայի էլի Հրաչյա Արզումանյանը կկարդա, բանը
այդ բանը լեկցիա դասերը կանցկացնի մի ուրիշ արդեն բանի հետ, որը մի քանի օրից է սկսում։ Դա ավելի շատ ուղղված է այդ քաղաքական հավակնություններ ունեցող ուժերին։ Եթե դուք ազգ բանակ կոնցեպտին ծանոթ չեք, դուք ընդհանրապես իրավունք չունեք, էլի ասենք, քաղաքական հավակնություններ ունենաք։ Եթե ծանոթ եք եւ դեմ եք, իրավունք ունեք իհարկե, բայց առանց ծանոթանալու, առանց ռեալ մեր խաղաղությունը պաշտպանելու միակ հնարավորության մեր կարծիքով ծանոթանալու, հավակնել, կարճ ասած, եկեք ծանոթացեք այդ բանի հետ, թեզի հետ։ Լավ, շնորհակալություն պարոն Վարդանով։ Եթերում էր հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Շնորհակալություն դիտման համար, հետևեք լրատվական ռադիոյի եւ գործարալիքի էջերին թարմացումները բաց չթողնելու համար։ Ստեսություն։